Ողջույն բոլորին, ինչպես եք, նոր վլոգ ենք սկսում, ես նախորդ վլոգը մի քիչ ուշացրել եմ, երկուշաբթի փոխարեն երեքշաբթի եմ բացել, բայց երկուշաբթի օրը շատ մի քիչ ծանր էր, մի քիչ լավ չէի զգում, այս մարզասրահից հետո մեջքիս մկանը ձգվել էր, տրամադրություն չունեի, մի տեսակ սենց բան օրեր, չգիտեմ, սենց ոնց ասեմ, ծանր օրեր, մի խոսքով, և երեքշաբթի եմ բացել, կփորձեմ, որ շուտ լինի, իմ ասած ժամանակին լինի չորեքշաբթի դնեմ, հաջորդ վլոգը, այս վլոգը, որ դուք նայում եք, մեր օրով եմ չորեքշաբթի ասում, ժողովուրդ, որ չորեքշաբթի օրվա մեջ, բայց Հայաստանում արդեն երևի հինգշաբթի կլինի, էլի հինգշաբթի առավոտը, դենց այս օրվա մեջ դնեմ, ուրեմն, այսօր ես էլ ամուսինս էլ սենց ինչ-որ այդքան էլ առողջական լավ վիճակում չենք, չգիտեմ, ես իմ մեջքի մկանն ա ձգվել, այսօր երևի չեմ գնա բան, մարզասրահ չեմ գնա, ու բանա, բետոնել ճնշումներ ինչ-որ բարձր, ընդեղ գործի տեղ անգամ բազմոցին պարկել ա, վերևը երկրորդ հարկում, ասեց մի քիչ արդեն նորմալ եմ, բայց ասեցի եթե վատս գա, սարի տուն, չգիտեմ, տեսնենք, ես էլ գործում եմ ու անցած վլոգում ասեցի, որ հաշվարկ եմ անում ու չկարողացա ձեզ հետ խոսել, պետք է հաշվեի, բայց հիմա այս մարմինն եմ գործում ու հասել եմ այնտեղը, որ մի քանի շարք պետք է ուղղակի առանց հաշվարկի գործեմ, այստեղ ունենք գլուխը, երկու ձեռը, ձեռքերն եմ երկու հատ, և մնացել է մնացածը, հուսով եմ այսքան թելս կբավականացնի, նաև այս նոր գնած թելերը սենց թեստ եմ անում, որ դենամ ինչքան է բավականացնում, հա, ես թեմա կբավականացնի, ինչ-որ մի բան էլ կմնա, մնացել է ձեռները, շատ պուջուրիկ է ձեռները, ականջները, ընդեղ չգիտեմ, երևի պոչիկ կունենա, այս թեմա ունի, և այդքանը, և եկեք զրուցենք ինչ-որ թեմայի մասին, ուրեմն ուզում էի զրուցեի, բանա, վլոգը սկսենք զրույցով, հետո, զրույցից հետո, ասում եմ գնամ մի բան ուտեմ առագի մեջ, երևի ձվածեղ կանեմ, ու այսօր ուզում եմ բան սարքեմ, դթմիկներ ունեմ, կոտլետ եմ ուզում սարքեմ, այս քանի օրա սենց մի տեսակ կոտլետի խորժակ ունեմ ու փլավ կսարքեմ, աղցան, ընդեղ վարունգ պոմիդորով, մի խոսքով տեսնենք, և ուզում էի խոսեի այն մասին, որ օրինակ ասենք ես ու բետոն, որ այս պահին այս շինարարության մեջ ենք, սենց ասած չենք ձգտում ճոխության, անցած վլոգում ես մի փոքր թեման տենց բան եմ արել, տենց խոսել եմ, բայց ուզում եմ մի քիչ տենց ավելի բան տամ, սենց բացատրություն տամ, հիմա մենք այս տունը սարքում ենք, որպեսզի չեմ կարողանում համ գործեմ, համ կենտրոնանալ, այս տունը սարքում ենք, որ ինչ-որ մի բան ունենանք, ու չենք ուզում, մեր նպատակը չի ինչ-որ ճոխ բաներ առնելու, ինչ-որ թանկանոց ինչ-որ բան, էլեկտրասարքեր ունենալու, չենք ուզում ինչ-որ տենց թանկանոց ծախսեր անենք, թանկ ծախսեր անենք, քանի որ չգիտենք, որ ուր ենք լինելու, հա, մյուս տարի կամ այն մյուս տարի, հնարավոր է, որ օրինակ ասենք հարկ լինի Հայաստանում ապրելու,
կամ հնարավոր է, որ ուզենանք ուրիշ տեղ տուն ունենալու, էդի արդեն ոնց որ Տերը մեզ կտանի, որտեղ որ կտանի, հա։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որ մենք ունենանք մեզ անհրաժեշտ բաներ, օրինակ ասենք լվացքի մեքենա, օքեյ, ամեն ինչ տաք ջուր, սառը ջուր ունենք, այդ մեր գաջեթները, օքեյ, կամ չգիտեմ ինչ-որ մի հատ սենց կահույքը, խոհանոցի կահույքը բետոն հիմա սարքում է, էդի լինի տենց ոնց որ նորմալ լինի, կարողանանք օգտագործել, մեծ տարածք ունենա, իր մեջ ինչ-որ բաներ պահելու համար, այսինքն կոմֆորտ ենք ուզում մենք ստեղծենք, բայց ոչ թանկ, հա, այսինքն ինչ-որ ճոխ, եթե անգամ մեր քանի հոգի գրել են, որ այս բանը, առաստաղը հարթացնենք, եթե անգամ չհարթացնենք ժողովուրդ, սա մեզ չի խանգարում ու հետագայում, որ տենանք, որ մենք այստեղ ենք մնալու, որ այստեղ, չգիտեմ, մեր ուրիշ ձև չնենք, սա էլ կողվի, առաստաղն էլ կողվի, պատերն էլ կներկվեն, էլ ինչ, այնտեղ խորթուբորթությունները կթարմացվեն և այլն, նորը կսարքվի, հիմա մեզ անհրաժեշտ է, որ մեր գլխին կտուր լինի, ամուր հարմարություններ լինեն, եթե անգամ իրանք սենց ինչ-որ ճոխ, ես ճիշտն ասած մինիմալիստ մարդ եմ ու ճոխ բաներ, չգիտեմ, թանկանոց բաներ, չգիտեմ, նախընտրում եմ օրինակ ասենք այդ գումարը, որ չգիտեմ, ճոխ կահույք առնեմ դնեմ, կամ չգիտեմ, ամենաթանկանոց էլեկտրոնիկան առնելու փոխարեն ավելի լավ է, ես այդ գումարը հավաքեմ ու կարողանամ շուշուտ գամ Հայաստան հետ գամ այստեղ, կամ այդ գումարը հավաքեմ հետագայի համար, քանի որ այստեղ բժշկությունը վճարովի է, եթե ուզում ես նորմալ բժշկություն, ինչ-որ օգնություններ, բան չկա, օրինակ ծննդաբերության համար, հետ գցել համար, երեխու պահելու համար, ես գիտեմ, որ այդ օրը գալու է ու այստեղ շատ թանկ է այդ բժշկությունը, այդ ծննդաբերության գումարը շատ թանկ է, դրա համար մեզ համար հիմա կարևոր է, որ ինչ-որ մի բան ունենանք, այդ կոմֆորտ մեզ զգանք, այդքանը, ընդեղ ոնց կլինի, ոնց կանենք, չգիտեմ, էդի արդեն թողեք մեր վրա ժողովուրդ, և որ խորհուրդներ էլ տալիս եք, ես շատ շնորհակալ եմ, որ տալիս եք, բայց բաներ կա, որ օրինակ ասենք չեք պատկերացնում, խոսքի այս մի բանը, այս ինչ ձև արեք, չեք պատկերացնում, որ իրոք ես տեղ չունեմ, և որ ասում եք այս ինչ բանը, այս ինչ դասավորի կամ չգիտեմ, իրոք օրինակ ասենք տեղ չունեմ, իրոք տարածք չկա դեռ ու ձևափոխելը այնտեղ ինչ-որ դարակները բանը և այլն կամ չգիտեմ, ամեն ինչ իր ժամանակ ունի, հիմա այս պահին զոռով անել չի լինի, ամեն ինչ իր հերթով սենց կգա, այսօր կահույքն ենք խոհանոցի սարքում, վաղը, չգիտեմ, այնտեղ բետոն սենյակի կահույքը մի քիչ կձևափոխի, այնտեղ ավելի որակով մատերիալ կառնի կձևափոխի, հաջորդը տունը, զալը կսարքվի, իր մեջ եղած, չգիտեմ, այսինքն դրանք ծախսեր են, որ հերթով պետք է հարվի, միանգամից ոչ մի բան չի լինի, ու ես խնդրում եմ, որպեսզի դուք էլ իմ հետ համբերատար լինեք, դուք էլ ինձ աջակցեք, որ օքեյ, ամեն ինչ իր ժամանակին կլինի, հիմա այս պահին մեզ համար կարևոր է, որ այդ մեր մինիմալ կոմֆորտը ապահովվի, հետագայում, թե ինչ կլինի, ոնց կվարվենք, կմնանք այստեղ, չենք մնա, և այլն, էդի արդեն ապագայի բաները, որ չպետք է մեզ հուզի, բայց նաև
հետագայում, այսինքն Աստված ամեն ինչ հերթով կբերի, թող Աստծո կամքը լինի, բայց նաև մենք այդքան տենց տրամադրված չենք թանկանոց ինչ-որ բաներ անելու։ Մեր համար այս պահին մեր կամֆորտն է, հասարակ, սովորական կամֆորտ, որ գաստուն, պարկեց, հանգստանաս, գործից հետո կամ տաքուսար ջուր ունենաս, լվացքի մեքենան հուսով եմ շուտով կտեղադրենք և այլն։ Դա է հիմա մեզ այս պահին կարևոր, իսկ եթե փայտերը այդքան էլ որակով չեն, կահույքը այդքան էլ որակով չի, առաստաղը խորթուբորթ է հլը, դա երկրորդական բաներ են ժողովուրդ։ Իմ համար այս պահին կարևորն է, որ ես իմ սենյակում եմ, գործում եմ, ձեզ հետ զրուցում եմ, ու պահի տակ ինչ-որ ուզում եմ ինչ-որ մի այլ երանգ վերցնեմ ու այս երանգը փոխեմ։ Իմ հարմարությունը, որ ես կարող եմ ձեռս մեկնել ու իմ ուզած երանգը վերցնել ու սկսել գործել։ Այս է իմ հարմարությունն է, որ իմ ամուսինը ստեղծում է։ Նաև խոհանոցում, որ հարմարություն ստեղծի, հա, որ սա սենց խառը չլինի, նաև սենյակում և հետագայում հյուրասենյակում և այլն և այլն։ Այսքանը, այս էի ուզում ասեի, որ գնահատենք այս օրը, ապրենք այս օրով ու երկրորդական բաների մասին չկենտրոնանանք։ Էլի եմ ասում։ Մեզ չի ձգում այդ ճոխ թանկանոց ինչ-որ բաներ առնելը։ Այս կյանքում այնքան ավելի կարևոր բաներ կան, ժողովուրդ։ Հա թող առաստաղն էլ բան չլինի, խորթուբորթ լինի, հետո թող, չգիտեմ, ինչ-որ փայտի վրա ճաք լինի, հետո երևի մեր հայերն են շատ սիրում սենց կոկիկ տեղը տեղին ամեն ինչ։ Այստեղ մարդիկ այնքան թեթև են նայում կյանքին, այնքան սենց հասարակ, այնքան սենց ոչ մեկ չի ասի, որ քո տունը ինչ-որ տենց թափած է, երբեք, անգամ եթե սենց ինչ-որ խոզի խառնած լինի, մեկը մյուսի տուն է գնում, երբեք չի ասի, աչքին անգամ չի երևա, այսինքն այս մարդը ինձ իր տուն է հրավիրել, հա, սենց կարող է սենց մի թեթևի մեջ ասած ասի կեղտոտ է տունը, բայց դա այդ մարդու իրավունքն է, օքեյ։ Կամ ասի, ես ինչ ես հագել, նիհարել ես, չաղացել ես, ես ինչ վիճակա տունդ, ես ինչ խիչ ես օրինակ ասենք աշճաններդ ներկում կամ չգիտեմ աշճաններն ավելի լավ աշճաններ աստիճաններ սարքում և այլն, խիչ ես պատուհաններդ լվան, այստեղ տենց բաների ուշադրություն չեն դարձնում ժողովուրդ, մարդիկ թեթև են ապրում, ու ես փորձում եմ իրենց նման սենց ռելաքս լինեմ, պատուհաններս հիմա դիմացս կեղտոտ է, բայց ես գիտեմ, որ ես չեմ կարա լվանամ իր ժամ, ես չեմ հասնի այդ տեղ, ինձ օգնություն է պետք, իմ ամուսնու օգնությունն է պետք, ով ժամանակ չունի, և փորձում եմ թեթև նայեմ, զոռովից, չգիտեմ ինչից, ոչ մի բան չի լինի, չես կարանես, թարս կգնա, լրիվ թարս կգնա, ավելի թարս կգնա, ու շատ սիրած արտահայտություն ունեմ, որ շատ եմ հավանել, իմը չի իհարկե, համացանցից եմ լսել, որ Աստված շատ ժամանակ ոչնչացնում է մեր իսկ ծրագրերը, քանի որ այդ ծրագրերը մեզ կարող են ոչնչացնել։ Կամ որ Աստված տարբեր կողմերից է նայում, վաղը դու որտեղ ես լինելու այդ քո ծրագրի հետ, ինչ ես անելու, դրա համար Աստված կարա քո ծրագրերը, որ սենց չեղյալ համարի, որ քեզ ինչ-որ մի վտանգից պահի, պես որ ամեն ինչ վստահեք Աստծուն,
ամեն ինչ դրեք Աստծո ձեռքերի մեջ, իր կամքի մեջ, տվեք Աստծուն, որ իր կամքով լինի, անգամ եթե ձեր ուզածը, ձեր աղոթքի պատասխանը չի լինում ուշանումը, շնորհակալ եղեք, Աստված երբեք չի ուշանում, երբեք չի ուշանում Աստված գալիս է այն ժամանակ, երբ որ պետք է։ Աստված երբեք չուշացավ Սառայի, Աբրահամի կյանքում, Աստված երբեք Իսահակ տալով, հա, Աստված երբեք չուշացավ Զաքարիայի եւ Ելիզաբեթի կյանքում, եւ որ Հովանես Մկրտիչը ծնվեց ծերության ժամանակ իրանց, Աստված երբեք չուշացավ Հովսեփի կյանքում, եւ որ իր կյանքը տենց թարս գնաց, իրան ծախեցին իր եղբայրները, բանտ ընկավ եւ այլն, երբեք չուշացավ։ Այդ ժամանակ Աստված աշխատում էր այդ մարդկանց սրտերի հետ։ Ամեն ժամանակ Հովանեսը պետքա ծնվեր այն ժամանակ, երբ որ Հիսուսը մի քանի տարի առաջ կամ հենց այդ մի քանի ամիս առաջ պետքա ծնվեր Հիսուսի ճանապարհը բացելու համար, հա, տենց Հիսուսի գալուստի մասին պատմելու համար, մկրտության տանելու համար մարդկանց, պատրաստելու համար մարդկանց, հա։ Այսինքն յուրաքանչյուր մեկը հենց նենց չի կյանքում, յուրաքանչյուր բան հենց այնպես չի, Աստված գիտի վայրն ու ժամանակները, ամեն ինչ տվեք Աստծո ձեռքերում, ոչ մի բան ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Տիրոջ հոգով, վստահեք Տիրոջ հոգուն, այնպես որ ամեն ինչ կլինի իր ժամանակին, տունը կլինի իր ժամանակին, ես Հայաստան կգամ իր ժամանակին, երեխա կունենամ իր ժամանակին, կապ չունի տարիքը, կապ չունի տարիները անցելը, կապ չունի Աստված երբեք չի ուշանում, այսքանը, ես գործեմ, հետո գնամ մի բան ուտեմ և անցնեմ իմ կոտլետները սարքելուն, դուք էլ լավ եղեք, Աստված օրհնի, կհանդիպենք մյուս հատվածում։ Ուրեմն, ես այստեղ արդեն դդմիկի կոտլետն եմ ուզում սարքեմ, այստեղ ունենք 4 հատ դդմիկ, մի հատ կարտոֆիլ, սող, սխտոր, քերել եմ երկուսն էլ, սող սխտորը, ալյուր եմ մի քիչ լսել, ծուչուն է գնացի ձուառը, հեսա կլսնեմ ու աղ համեմունքները ու կանաչի։ Այստեղ ժողովուրդ շատ փոքր բան եմ ուզում սարքեմ, լավաշ եմ ուզում սարքեմ, քանի օր լավաշ եմ ուզում, չգիտեմ, մի տեսակ համ կոտլետ էի ուզում դդմիկով, համ էլ լավաշ, սարքեմ, մեկ էլ փլավ կսարքեմ, որ տենց կամ մակարոն կսարքեմ փլավ, կամ տեսնենք ինչ, բրինձ, որևէ բան, տենց։
Okay, պատրաստ արդեն իմ տձև լավաշները և այստեղ ունենք կոտլետը, կերել ենք, ճիշտ ասած բետոն եկավ, շուտ է եկել, ժամից ավել, ժամ 15 րոպե շուտ է դուրս եկել գործից, պարկած է, գնամ տնամ ոնց է, այստեղ հավաքեցի, լվացի, գնամ տնամ ոնց է իրան զգում, նորմալ չկարողացավ հաց ուտեի, ասեց ուզում եմ մի քիչ պարկեմ, հենց, ժողովուրդ ուրեմն, ես մի քանի բան եմ պատվիրել բանից, Տերեսայից, Էսնատուրա կոսմետիկներից, բայց, քանի որ ամսվա վերջ Բետոյի ծնունդն է, պատվիրել եմ նվերներ, բայց մի մասն է եկել, մի մասը մի հատ պրոդուկտ հետո է գալու, այստեղ Բետոյի համար պատվիրել եմ շամպունը տղամարդու և դեզոդորանտ, մեկ էլ պատվիրել եմ կրեմ, որ մազերը հարդարի, տենց ֆիքսացիա ինչ-որ, էսի պատվիրել եմ, էսի շամպունը մազերի, վերջացել էր երեկ, տենց վերջինս ընց օգտագործեմ խոճուչ մազերի համար, փորձեմ տնեմ ինչ անում, շուտվանց եմ ուզում բան անեմ, փորձեմ, իհարկե կոնֆետ Տերեսայի կողմից, բայց էսի պահելու եմ, որ Բետոյի ծնունդին տամ, ծնունդը մայիսի 31-ին է, պետք է միտեղ տենց թափում պահում, եմ խաղալիքների բաների մեջ եմ դնելու, Okay, սա լակի մեջ դրեցի և ուրեմն և որ պատվիրում ես ուրեմն 5 բան ես աղում, հավաքում ես, ասել եմ, որ նվեր է տալի ու ես սար նվեր ունեմ, եկից գնանք ցույց տամ ու գնամ Բետոյի մոտ տնեմ ոնց է պարկած է Անագուն կարասած չգիտեմ ինչը, իշնասած, conditioner, հենց ես նույն սերյանը, մերսի, իշնասած ես չէ ուզում conditioner, բայց ոչ ինձ ծեք, չէ ուզում պատվիրեի, ու ինքինց նվերել է, դա իմ կապի ունեմ, այսքանեմ, շնակալ եմ, Spot. Conditioner, սա է կօգտագործեմ։ Okay, տեսնենք ոնց է լինում։ Նաև պատվիրել եմ հատ իր սպրեյն եմ պատվիրել, որ վերջանալու վրա է, իմը մի հատ էլի սպրեյ եմ պատվիրել մազերի սենց օծանելիք, նաև մազերի չի թողնում, որ էլեկտրական անեն, հա, սենց ես գզգզված վիճակները լինեն ու մի հատ մասկա եմ պատվիրել մազերի համար էլի իմ բոլոր պատվիրած միջոցները կամ դեմքի խնամք են կամ մազերի ինքեզ որ այսի հանեմ որ դնեմ բաղնիքում արդեն որ օգտագոց եմ չունեմ շապում okay սայլ այստեղ կոնֆետները հավաքում եմ հետո դեք հոլես երեխեքին եմ տալ Okay, գնացի։ Ես տնեմ բետոն ոնց է։ Ողջույն բոլորին։ Ես այստեղ գործում եմ։ Բայց մի պահ թողեցի։ Բետոն եկել է, շուտ եկել, ճաշից հետո եկել է, քանի որ տուն են ուղարկել։ Իր շեֆը տուն է ուղարկել, տալիս ամուսինը։ Տենց ոնց որ հանգստանա։ ու մտածում ենք, որ ես մտածում եմ, որ իր հոգնած վիճակից է իր այդ հոգնած վիճակից, էլի ոնց են ասում, հայերեն exhausted, տենց, ու եկել է տուն, պարկած է, հանգստանում է, հաց կերավ, տենց,
Ես էլ այստեղ սուրճ եմ դրել, մի փոքր կտոր շոկոլադ ունեմ, սև շոկոլադ 70%-անոց։ Վայել եմ, այստեղ գործում եմ, բայց ինչ-որ մի բան սենց ծուռ է գնում։ Սենց տեսնեն ինչ է լինելու, բանը։ Նաև այսօր պետք է դուրս գամ։ Աղջիկների հետ եմ հանդիպելու, Մոնիկայի ու իրա բարեկամուհու ու անցած անգամ որ պետք է գնայի cancel եղավ, էսի է։ Գնալու եմ այսօր, հանդիպելու ենք եւ խոսելու ենք իհարկե աստվածաշնչյան թեմաներով, հոգևոր թեմաներով, իրանք ինձ խնդրել են, որ ես իրանց սովորացնեմ, քանի որ իրանք նոր են եւ ես իրանց սովորացնեմ, թեմա տամ, բայց չեն ուզում եկեղեցու, չգիտեմ ճիշտն ասած պատճառն ինչն է, ուզում են, որ ես իրանց ցույց տամ, ոչ թե ցույց տամ, այլ ոնց որ ավակ լինեմ, սենց ասած։ Ես էլ աղոթել եմ, Տիրոջը հարցրել եմ, իմ հոգևոր ծնողներին հարցրել եմ եւ որ կանաչ լույս եմ ստացել եւ առաջ։ Մանայք, այստեղ կարել եմ ու փոքր մի հատ հատված եմ թողել, այստեղից դեռ փափուկ է, նայեք, այստեղից սենց լցնում եմ, մոկրատով սենց մեջն ենք գցում, որ ամուր լինի, ինչքան հնարավոր է, տենց, քանի որ եթե գործում ես ու գործվածքը սենց լավ լցված չի, խաղալիքը կարող է ընթացքում, լվանալու ընթացքում, չգիտեմ, խաղալու կամ եւ այլն։ Այդ ընթացքում կարող է շատ լոճվել, ձևը կորցնել։ Դրա համար ինչքան հնարավոր է, շատ չէ, իհարկե, որ պատռեն բաները, լայնանա տենց իրա գործվածքը, այլ սենց այստեղ լավ է լցված, այստեղ հələ որ բանը տեղ ունի։ Այդ ձև ժողովուրդ, դա է ուզում ասեի եւ շաբաթ չգիտեմ, հուսով եմ կհասցնեմ վլոգներ տեղադրեմ, այնտեղից չգիտեմ կարողանամ նկարեմ թե չէ աղջիկների մոտից, բայց եկեք մի հատ հոնի մեջ մտնեմ, նոր, հասկանամ ինչոցա բան, շատ լավ աղջիկներ են, ճանաչում եմ իրանց, այնպես որ փառք Տիրոջ, այսքանը, գնացի, հասցնեմ կարեմ, որ պատրաստվեմ դուրս գամ, գալու են իմ հետևից, գնանք մի հատ աղջկա տուն, քանի որ իմ տունը դեռ հարմար չի, ասացի, ես իմ խոհանոցն եմ ձեզ առաջարկում, բայց իրանք ինձ առաջարկեցին իրանց հյուրասենյակը, ասացի միջև որ իմ հյուրասենյակը արդեն պատրաստ լինի մեծ սիրով, բայց կարող եք գալ տեղավորվել իմ խոհանոցում, չնայած որ առաջարկեցին տարբերակ, օքեյ, խնդիր չկա, մի օր իմ տանը կլինի, մի օր մյուսի տանը կլինի, այնպես որ օքեյ, կարևորը այդտեղ Տիրոջ ներկայությունն է։ Եկել ենք Բետան ստուգվի հիվանդանոցն, հիվանդանոց ինքը պոլիկլինիկայի նման մի տեղ է, խորհրդատվության համար գալիս են, տեղել են նշանակում պոլիկլինիկա, հուսանք, որ ամեն ինչ օքեյ է, ես ասում եմ, որ ինքը իր հոգնած վիճակից է, ուրան հանգիստ է պետք առաջին հերթին, հուսամ բժիշկներ էդ կասի, դեղեր շատ պետք չի լինի նշանակել դեղ մեր բան տենց, չեմ սիրում դեղ խմել, ես էլ սպասում եմ բանը, շուտ մտնենք դուրս գանք, քանի որ պետք է դուրս գամ,
Իմ հեռախոսն եմ ցույց տամ հետևնայք կասետի այդ բանը լավ փոկվել այդ թուղթը լավ փոկել եմ ու մնացել է տենց չինական Ալեքսպրեսից էի պատվիրել մնացել է տենց տկլոր հեռախոսը ոչինչ ցածա լինի Այստեղ ենք մտնելու, մարդ չկա կարևորը։ Las mañanitas que cantamos rey David, las cantamos así. Ya los pajarillos cantan, la luna ya se metió. A la viva, No, no. Otra vez. Ողջույն բոլորին։ Ուրեմն ես միացել եմ 2 րոպեով, որ մի քիչ խոսեմ ու փակեմ վլոգը։ Ուրեմն երեկ գնացինք հիվանդանոց, տեսակ, որ պոլիկլինիկա ինքը փոքր բան խորհրդատվական տենց բանա, տենց պետական փոքր վճարում ես, մի խոսքով ու ասացին, որ մի շաբաթ պետքա հսկի ճնշումը առավոտ իրիկուն ու եթե ինչ-որ տենց խանգարումներ լինի, նոր արդեն կարա ըստ այդմ կորոշի բուժում նշանակի, թե չէ, ինչ-որ դեղորայք հատկացնի, թե չէ, մենակ մի օրով ուղղակի, որ ճնշումը բարձր է եղել, դրանով չես կարա, էլի, տենց դեղ ուղղակի մարդ ես հիմա արևի տակ ես քայլել կամ չգիտեմ հոգնած ես բան, հետո ճնշումդ բարձրացել է, էդի առիթ չի, որ ինչ-որ դեղորայք բուժում նշանակի։ Okay։ Հիմա մի շաբաթ պետքա ճնշումը չափվի վետոն, հետո արդեն կգնա։ Այնտեղ անալիզներ, բաներ կարա տա, որ որոշ անալիզներ, արդյոք ամեն ինչ նորմալ է, տեսնենք։ Հիմա տանն է վետոն, չի գնացել այսօր գործի, մտածում էր օրվա երկրորդ կեսից գնա, բայց ոնց որ հոգնածություն է, տիրա այդ գերհոգնած վիճակ է մոտը, տենց քնած է, հիմա պարկած է, ու լավա թող հանգստանա, տենց, մի օր էլ չգնա գործի, շու բան չի լինի, ու էլ ինչ, հա, սա այդպես և երեկ շատ լավ ժամանակ անցկացրեցինք աղջիկների հետ, տեսակ, որ Մոնիկայի ծնունդներ, ավելի ճիշտ նոր է լինելու, շաբաթօրն է լինելու, տենց որոշել ենք նախօրոք նշենք տորթիկով։ Ամեն չորեքշաբթի որոշել ենք հանդիպենք, աստղախոսք խոսանք, հարցեր եթե ունենան տան, չգիտեմ, պես որ շատ լավ է, շատ հետաքրքիր անցավ, շատ ուշ եկել եմ տուն, ժամը 10-ն էր համարյա, եկել եմ տուն ու բայց շատ լավ էր։
Բայց որ ամեն ինչ լավ կլինի։ Սենց այսքանը ժողովուրդ, որպեսզի շատ չերկարացնեմ, եկեք ձեզ երաժիշտ տամ, կհանդիպենք մյուս վլոգում, չգիտեմ, այս շաբաթ կկարողանամ 3 վլոգ տեղավորեմ, թե չէ, շաբաթ մի քիչ ծանր էր, հա։ Եթե չէ, ուրեմն արդեն մյուս շաբաթ, հա, մյուս շաբաթից կփորձեմ պահել, տեսնենք։ Այսօր 5-շաբթի է, այսօր ուզում եմ վլոգը բացեմ, տենց, ու չգիտեմ, երևի ես էլ մի քիչ հանգստանամ, ես էլ եմ մի քիչ հոգնած, չնայած մտածում եմ, որ գնամ մարզասրահ, 2 օր չեմ գնացել, և տեսնենք ոնց է լինում, օքեյ, այսքանը, լավ մնացեք, ձեզ շատ շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, ձեր այդքան բարի սրտի համար, թող Աստված օրհնի, վերադարձնի այն բարությունը ձեզ, որ դուք ինձ փոխանցում եք, կհանդիպենք արդեն մյուս վլոգում, Adios